Հովանեսյան, Լիլիթ Հովանեսյանը։ Օրինակ մի հատ երգ ունի՝ տի, լսել եք։ Ո՞վ է լսել։ Հա։ Կեսը դա ալիճի էլի մոտավոր, հա, ովքեր չեն լսել, հիմա կլսենք ասեն տի, տիրելես սրտիս, լսել եք երբ։ Մի հատ լսեք բառերը, խնդրում եմ։ Ստոպ, ուրեմն տի, տիրելես սրտիս, տի, տիրելես հոգուս, իմ սրտի սերը քեզ կտամ, լսեցիք այսքան։ Հիմա ուշադրություն, վերջին տողի բառերը ընկերներ։ Տիմ, տիրիրիմ, տամ։ Որը սար է։ Տիմ, տիրիրիմ, տամը, ինչ է, այ ձեր ցավը տանում, էլի, իրոք, էլի, առանց նեղանալ։ Էդ ինչ է, սիգնալա, քֆուրա, ինչ է այդ, որ առավոտները գործի գնալուց էր 8:30-ի կողմեր են, պրոբկեքի մեջ, հերացու վրա, բան խառը, տենց ասենք։ Կարելի է ոչ սիգնալ տալ, ոչ քֆուր տալ, ես երկել հանգստան, ասենք, տիմ, տիրիրիմ, շի արա ես քո տիրիրիմ, տամ, ուշացանք, Ես օրինակ երբ որ տեսա այդ երգը դուրս եկել, աչքիս ընկավ, հանդիպեց ինձ, տեսա Լիլիթ Հովանեսյան տի, չէ, վերնագիրը ասի դե շնորհալի աղջիկա, երևի գիտեք տարբեր ազգությունների լեզուներով երգեր ունի, հանած, ասի երևի սա էլ ռուսերեն է, էլի, տի, պարզվեց առը քեզ տի, տիրելես սրտիս, տիրելես հոգուս, ոնց է գրել բառերը, ես պատկերացնում, իմ սրտի սերը քեզ կտամ, իմ սրտի սերը քեզ Երեխեք, իմ սրտի սերը քեզ կտամ, ինչ գրեն վերջին տող, ինձ թվում է կողքից մեկը ասելա դե լավ է, թե հիմա չի գալի մտքիդ, գրի տիմ, տիրիրիմ, տամ, հետո մի բան կմտածենք ձայնագրվելուց առաջ, ու տենց է չեն մտածել։ Ես չգիտեմ, էլի ասում եմ, մենք հայերս ախր սրան էինք արժանի, ախր մեզ էս էր հասնում, ախր մենք դարերից եկանք, տարապանք, տեսած, ազգենք էլի, մենք սրան էինք արժանի, ով ինչ ուզում երգում է եղբայր, մի աղջիկ էլ կա Լոս Անջելեսա բնակ, էլի տենց շատ հիթային երգեր, էլի ամենայն հարգանքով, բայց տեքստերի մեջ ես չեմ տեղավորում, չեմ հասկանում, մի հատ լսեք բառերը, եթե կարելի է, հա։ Չեմ էլ վռազում, տրռազում, մռզում, ինչ ուզում խոս։ Միլիոն% համոզում, որն է այ աղջիկ ջան, մեկը չկա ասի, տես տոկոսա դրույք գոյություն չունի։ Բանկի տակ խրված ժողովուրդ եք սաղը, ասեք, տես տոկոս կա։ Նա շարունակությունը լսենք, խնդրում եմ, բառերը, հա։ Աղջիկ եմ նազանի, այդ հարց չկա, չեմ էլ կասկածում, որ տենց, հա, անձնական դաշտ իրավունք չունենք մտնելու վստահ եմ, բայց դու տղա ով կտանի ինձ հորինելու պատմությունը թազա, այս թազա, մազա, թուրքա, արաբական բառեր հերիք չի մեր լեքսիկոնում մի հատ էլ եթե երգերի բառերի մեջ են հիմնավորվել, այդ ուրեմն մեջ ենք մենք ազգովին, ես հաստատեմ, սարսափել, այլ վեջները չի, ոչ մի վերահսկողություն չկա այս դաշտում, գիտեք, ով ինչ ուզում գրում երգում է, օրինակ մարդկա անիկդոտ է երգում, գիտեք, չեք հավատում, լսել եք են անիկդոտը տարիներ առաջ, աբարանցիների մասին, ասում աբարանցին թորանը սիրում, ասում արա ես ինչ լավ բանա թորարա, իմանայս ես լավ բանա թորը մի անգամից թոր կունենա, երեխա չէ ունենա, պատմել ենք, ծիծաղել ենք, անցել ենք առաջ, չէ, տասնյակ տարիներ առաջ, մարդի տղեն վերցրե երկասար, չէ, ձեր դեմքի արտահայտություններից ոնց որ չհավատակ ինձ այդ եմ, խնդրեմ ընկերներ, ես կապացուցեմ ձեզ, լսեք
Կերակ։ Էս եք ուզում։ Ինչի սենց օին, հա։ Սենց կարելի է, լուրջ եմ ձեզ, հա, եթե սենց կարելի է, ընկերներ, ես, չգիտեմ, ամիսը 4 հատ ալբոմ կթողեմ, երդվում եմ, ես պարկասու ձայնը կա, սլուխը կա, անիկդոտներն է մեծ շոկով գիտենք, եթե խեղճանամ դուք ինձ հաստատ կօգնեք վստահ եմ, բայց անիկդոտ վերցնեն, չի լինի, ինչի չի լինի, որ։ Էս դևը բռնում է։ Հային ու թուրքին Հային շուտ թողում է Թուրքին ուտում է Կամ ասենք Աբարանցին Մի օր մտնում է սուպերմարկետ Ինչի չի կարա լինել Հանգիստ Ով ինչ մարդ կա ռեստորանի գովազդ է երգում, գիտեք? Էլի Լոս Անջելեսի հայերի արտադրանք, ուրիշ որտեղից կարելի է սպասել։ Խնդրեմ։ Սիպա մե ռեստորան, դու ես տվուս կավորը Սիպա մե ռեստորան, թողոր կվի էտորը Սիպա մե ռեստորան, դու աղջիկաս կավորը Սիպա մե ռեստորան, թողոր կվի էտորը Ժողովուրդ, ես ճիշտ եմ հասկանում, ռեստորանին ասում է դու ես տղուս քավորը։ Հետո աղջկաս քավորն է։ Քավորը մարդ չէր մի ժամանակ։ Չէ, քավորը մարդ չէր, քավորը սրբություն էր, էդ էլ եմ հիշում։ Հիմա էլ փոխվել է, քավորը մարդ չի, քավորը ռեստորան է, հա։ Նա տես վերջին ամիսների գլուխգործոցներից խնդրեմ բառերը։ Արա չգիտեմ ինչ ասեմ հորս Սմարի մարդու թանիտար դիրեկտից ես Տեշ տվում պուրնա տալի էլ Բայց էտ էլ եմ իկում դիրեկտ է չէ դիրեկտ Տարասխալներով խոսալ լսել է գրել էլ բայց երկել Բացի նրանից որ համպույր բարին համպյուր ենք ասում Բայց հետո արի մարդուտ հանտա վերց